2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրությանը կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Այս ընտրությանը քաղաքական ուժերը պայքարում են Հայաստանի ղեկավար դառնալու համար, բայց ովքեր են այդ ուժերը եւ ովքեր են գլխավորում նրանց ցուցակները։ Քաղաքացիական պայմանագիր այս կուսակցությունը Հայաստանի իշխող ուժն է։ 2015 թվականին հիմնադրված կուսակցության առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է։ Այս ուժը 2017 թվականին մասնակցել է ընտրությանը Ելք դաշինքի կազմում, ապա 2018-ին Իմ քայլը դաշինքով, իսկ 2021-ին միայնակ։ Ելք կա! Ելք կա! Ելք կա! Ելք կա! ՔՊ-ի երկրորդ եւ երրորդ համարներն են համապատասխանաբար Արարատ Միրզոյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այս կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականին եւ արդեն թրծվել է ընտրական պրոցեսներում։ ԲՀԿ-ն տարբեր ժամանակահատվածներում ունեցել է մեծ ներկայացվածություն ազգային ժողովում։ 2007 թվականից սկսած ԲՀԿ-ն իր հաստատուն քվեն է ունեցել ընտրություններում։ Առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է, երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն է, երրորդը Լուիզա Սարգսյանն է։ Հայաստան դաշինք այն քաղաքական միավոր է դարձել սկզբում Ռոբերտ Քոչարյանի վերածնվող Հայաստանի եւ Հայ հեղափոխական դաշնակցության միավորումից 2021 թվականին, իսկ այս տարի դաշինքի կազմում չկա վերածնվող Հայաստան կուսակցությունը, փոխարենը ավելացել է Առաջ կուսակցությունը։ 2021 թվականի ընտրությանը հավաքելով 21% ձայն այս ուժը դարձավ խորհրդարանական ընդդիմություն։ Առաջին համարն Արցախի առաջին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդ համարը ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է, նույն դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը երրորդն է։ Ուժեղ Հայաստան դաշինքը այս ասպարեզում նորեկ է, այս տարի է ստեղծվել ղեկավարը բարերար Սամվել Կարապետյանն է, ցուցակի առաջին համարը նրա եղբոր որդին Նարեկ Կարապետյանը, երկրորդ համարը նախկին պատգամավոր իրավապաշտպան Արամ Վարդևանյանը, երրորդը սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։ 2015 թվականին ՔՊ-ի հետ միասին ձևավորվել է նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը եւս ցանկանում է մասնակցել ընտրությանը։ Այս երկուսը միասին են 2017 թվականին Ելք դաշինքով մասնակցել ընտրությանը։ Առաջնորդն ու առաջին համարը հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է, երկրորդը Կարպիս Փաշոյանը, երրորդը Շուշանիկ Ավագյանը։ Հայ ազգային կոնգրես նախկինում ՀՀՇ որպես ՀԱԿ ձևավորվել է 2008 թվականին։ ՀԱԿ-ը սկզբում ձևավորվել է որպես քաղաքական դաշինք, որը միավորել է մի շարք ընդդիմադիր ուժերի իշխանության դեմ պայքարի նպատակով։ Հետագայում այն ավելի շատ դարձավ կուսակցական կառուցվածքով ուժ։ Առաջնորդը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանը։ Վարչապետի մյուս թեկնածուն Արման Թաթոյանն է, Միասնության թևեր կուսակցության ղեկավարն ու ցուցակի առաջին համարը։ Թաթոյանը 2016-ից 22 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը։ Այս ընտրություններին վարչապետի թեկնածուներ են առաջադրել նաև մի շարք այլ ուժեր՝ Հանրապետություն կուսակցություն Արամ Սարգսյան, Վազգեն Սարգսյանի եղբայրը, Քրիստոնյա դեմոկրատական կուսակցություն Լևոն Շիրինյան, Հանուն Հանրապետության ժողովրդավարության կուսակցություն Արման Բաբաջանյան, ԴՕԿ կուսակցություն Վարդան Ղուկասյան, Նոր ուժ Հայկ Մարության, Ալյանս Տիգրան Ուրիխանյան, Ժողովրդավարական համախմբում Սուրեն Պետրոսյան, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն Գուրգեն Սիմոնյան, Բոլորին դեմ եմ նախաձեռնությունը դիրքավորվում է որպես բողոքական ընտրական ձևաչափ, ի դեպ այս ուժը հայտարարել է, որ կգործակցի ՔՊ-ի հետ, եթե իրենց գաղափարներն ու ծրագրերը համընկնեն։ Սադամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։